Պատերազմների պատմության մեջ երկրորդ աշխարհամարտը 1939 օգոստոս, 1945 սեպտեմբեր իր ծավալներով, զորքերի և զորատեսակների ներգրավմամբ, պետությունների ու ժողովուրդների մասնակցությամբ թերևս ամենահզոր և կործանարար առճակատումն էր։ Այն ընդգրկեց գրեթե բոլոր աշխարհամասերն ու մայրցամաքները և մարդկությանը պատճառեց տասնյակ միլիոնների հասնող զոհեր, աստղաբաշխական թվերով արտահայտվող նյութական կորուստներ ու անհամար բարոյական զրկանքներ։ Երկրորդ համաշխարհայինի բաղկացուցիչ մասն է կազմում գերմանական ֆաշիզմի կողմից 1941 թվականի հունիսի 22-ին Խորհրդային Միության դեմ սանձազերծված պատերազմը, որն առաջին իսկ օրից որակվեց հայրենական։ Ֆաշիստական ագրեսիային դիմակայելու համար բազմած խորհրդային ժողովրդի հետ միասին Կարմիր բանակ զորակոչվեց 600,000 հայ, որից 300,000-ը խորհրդային Հայաստանից, իսկ մնացածը այլ հանրապետություններից։ Նրանցից 60,000-ը պատերազմին մասնակցեց հայկական դիվիզիաների շարքերում և իր անուրանալի ավանդը բերեց Բրեստի պաշտպանությունից մինչև Բերլինի գրավման մարտական գործողություններում։ Մեծ հայրենականի մարտադաշտերում հերոսի մահով ընկան ավելի քան 200,000 հայրենիներ, 108-ն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ 27-ը պարգևատրվելով փառքի 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի շքանշաններով դարձան զինվորական այդ պատվավոր պարգևի լիռավ ասպետներ։ 1945 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցեց 62 հայ գեներալ։ Նրանք իրենց ռազմական տաղանդով և օպերատիվ մարտավարական պատրաստությամբ փայլեցին խորհրդագերմանական ճակատի գրեթե բոլոր հատվածներում։ Ըստ վիճակագրական տվյալների, նախկին խորհրդային ժողովուրդների շարքում գեներալների, ավիացիոն զորքերում ծառայող սպաների և հրետանու հրամանատարական թվակազմով Երկրորդ համաշխարհայինի տարիներին հայերը 4-րդն էին։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին, ինչպես նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում կազմավորվեցին ազգային զորամիավորումներ։ Դրանց թվում էին 89-րդ, 261-րդ, 390-րդ, 408-րդ և 409-րդ դիվիզիաները, որոնց անձնակազմի կեսից ավելին հայեր էին։ Նշված զորամիավորումները համալրվում էին Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Վրաստանի հայաշատ վայրերից։ Հատկանշական է, որ վերոհիշյալ դիվիզիաներից յուրաքանչյուրն անցավ մարտական փառավոր ուղի և իր բացառիկ ներդրումն ունեցավ հաղթանակի կերտման գործում։ Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան կազմավորվեց 1941 թվականի նոյեմբեր, 1942 թվականի հունիս ամիսներին Երևանում։ 1942 թվականի օգոստոսին զորամիավորումն իր շարքերում ուներ 11,782 զինվոր ու սպա, որից հայեր 11,674-ը։ Մարտական ուղին սկսեց Կովկասյան նախալեռներից, Գրոզնու մատույցներից և Թամանյան թերակղզու վրայով անցավ Լեհաստան, ապա Գերմանիա։ Նրա մարտական ուղին ավարտվեց Էլբայի ափին։ Ամբողջ մարտական գործողությունների ընթացքում դիվիզիայի ավելի քան 12,000 մարտիկներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով։ Նրանցից 9 արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ 8-ը դարձան փառքի շքանշանի 3 աստիճանի ասպետ։ Հայկական 390-րդ հրաձգային դիվիզիան, որը կազմավորվեց Կերչի թերակղզում, 1942 թվականի փետրվարից մասնակցեց Կերչի պաշտպանության ծանր մարտերին, որոնցից մեկի ժամանակ հերոսաբար զոհվեց զորամիավորման հրամանատար գնդապետ Սիմոն Զաքիյանը։ 1942 թվականի ապրիլի 19-ի տվյալներով դիվիզիայի անձնակազմի 9133 զինվորներից 5744-ը հայեր էին։ 1942 թվականի հունիսի 14-ին արյունահեղ մարտերի ընթացքում ունեցած հսկայածավալ կորուստներից հետո զորամիավորումը ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանով կազմացրվեց։
Հայկական 408-րդ հրաձգային դիվիզիան կազմավորվեց 1941 թվականի օգոստոս, 1942 թվականի մարտ ամիսներին Էջմիածնում եւ Երևանում։ Սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ եւ Սևծովյան զորախմբի 47-րդ բանակի կազմում դիրքեր գրավեց Նովորոսիսկ Տուապսե հատվածում։ Մարտի մեջ մտնելով հակառակորդի դեմ մեծ զոհերի գնով փակեց գերմանացիների մուտքը դեպի Անդրկովկաս։ 1943 թվականի ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին 23-րդ հրաձգայինի վերակազմավորված 408-րդ զորամիավորումը աչքի ընկավ Դնեպրի գետանցման ժամանակ, արժանացավ Կիևյան եւ Ժիտոմիրյան պատվավոր անվան, այնուհետև մասնակցեց Լեհաստանի ազատագրմանը։ Դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Էլբայի ափին։ 1942 թվականի դեկտեմբերի 2-ին 409-րդ հրաձգային դիվիզիան Լենինականից մեկնեց գործող բանակ եւ Մոզդոկի տակ Անդրկովկասյան ռազմաճակատի 44-րդ բանակի կազմում մարտերի մեջ մտավ մինչև ատամները զինված հակառակորդի դեմ։ Դիվիզիան իր կազմում ուներ 13837 զինվոր ու սպա, որից 13460-ը հայեր էին։ Զորամիավորման մարտական ուղին ձգվեց Կովկասյան նախալեռներից դեպի Ուկրաինա, Հունգարիա, Ավստրիա, Չեխոսլովակիա։ Դիվիզիային շնորհվեց Կիրովգրադյան, ապա Բրատիսլավյան պատվավոր անունը։ Պարգևատրվեց նաև Բոգդան Խմելնիցկու երկրորդ աստիճանի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կազմավորված հայկական ազգային զորամիավորումներից միայն մեկն էր, որ չմասնակցեց մարտական գործողությունների։ Դա հայկական 261-րդ հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թվականի դեկտեմբերին կազմավորվել էր Երևանում։ Զորամիավորման հիմնական խնդիրն էր պաշտպանել խորհրդային Հայաստանի Թուրքիայի հետ ունեցած պետական սահմանը, ինչպես նաև ռազմաճակատի համար պատրաստել երթային գումարտակներ եւ ուղարկել ռազմաճակատ։ Մեծ հայրենականի տարիներին Հայաստանում կազմավորվեցին կամ վերահամալրվեցին նաև 61-րդ, 136-րդ, 138-րդ, 151-րդ, 236-րդ, 320-րդ, 406-րդ հրաձգային դիվիզիաները եւ մի շարք բրիգադներ, որոնք թեև պաշտոնապես չէին կոչվում ազգային, բայց նրանց զինանձնակազմի զգալի մասը ռազմաճակատ մեկնելուց առաջ բաղկացած էր հայ մարտիկներից։ «1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան Գերմանիան խախտելով 1939 թվականի օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման պայմանագիրը առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա եւ առաջին իսկ օրը 250-300 կիլոմետր խորությամբ ռմբահարեց Մոլդովայի, Ուկրաինայի, Բելոռուսիայի եւ Մերձբալթյան հանրապետությունների տնտեսական ու ռազմավարական կարևոր նշանակության կենտրոնները։ Հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմի սկզբնական փուլում հերոսաբար էին մարտնչում խորհրդային բանակի շարքերում ծառայող հայ զինվորները։ Առաջին հայ ռազմիկը, որի անունը հայտնի դարձավ ողջ խորհրդային միությունում, 8-րդ տանկային դիվիզիայի զենիթային հրանոթի նշանառու Եֆրեյտոր Ավետիս Աղայանն էր։ Պատերազմի առաջին օրը հունիսի 22-ին նրա դիպուկ հարվածով խոցվեց գերմանական Յունկերս 88 ռմբակոծիչը, որի համար հայ քաջորդին պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով։ Իսկ դրանից ընդամենը 2 օր հետո հունիսի 24-ին իր այրվող ռմբակոծիչը գիտակցաբար թշնամու տանկային շարասյան մեջ մխրճեց 31-րդ ավիագնդի էսկադրիլայի հրամանատար խորհրդաֆիննական պատերազմում Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրված Սարգիս Հայրապետովը։ Հարկ է ընդգծել, որ կապիտան Նիկոլայ Գաստելոն նման սխրանք կատարեց միայն 2 օր անց, հունիսի 26-ին։
Մեծ հայրենականում խորհրդագերմանական առաջին խոշոր առճակատումը տեղի ունեցավ 1941 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 1942 թվականի ապրիլի 24-ը Մոսկվայի մատույցներում, որտեղ ֆաշիստական զորքերը կրեցին ջախջախիչ պարտություն։ Անպարտելի համարվող գերմանական բանակի դեմ այդ ճակատամարտում տարած հաղթանակի գործում մեծ էր նաև հայ ռազմիկների ունեցած ավանդը։ Այդ ընթացքում գեներալ-մայոր Հովհաննես Բաղրամյանը հարավ-արևմտյան ռազմաճակատի աչթևյան միավորումներից ստեղծված օպերատիվ շարժական զորախմբի շտաբի պետն էր։ Զորախումբն աչքի ընկավ Ելեցյան հարձակողական գործողության ժամանակ, որը նպաստեց արևմտյան զորքերին հաջողությամբ իրագործելու գլխավոր հարվածը։ Այդ հաջողությունը պայմանավորված էր նաև ռազմաճակատի հրետանու պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Պարսեղովի, վերջինիս տեղակալ գնդապետ Իվան Վեքիլովի, ռազմաճակատի քաղաքվարչության պետ բրիգադային կոմիսար Սերգեյ Գալաջևի անձնուրաց աշխատանքով։ 1942 թվականի հուլիսի 17-ից մինչև 1943 թվականի փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ երկրորդ աշխարհամարտի արևելյան ռազմաճակատի թերևս ամենահզոր բախումներից մեկը՝ Ստալինգրադյան ճակատամարտը, որի ռազմական գործողություններն ընդգրկել էին ավելի քան 100,000 քառակուսի կիլոմետր տարածք եւ տևել 200 օր։ Ստալինգրադի ճակատամարտում իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանից ռազմաճակատ մեկնած 76-րդ, 136-րդ եւ 138-րդ հրաձգային դիվիզիաները։ Անձնուրաց գործողությունների համար Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ կործանիչ ավիագնդի էսկադրիլայի հրամանատար ավագ լեյտենանտ Սերգեյ Բորնազյանը, որը Ստալինգրադի երկնակամարում կատարել էր 266 մարտական թռիչք, անձամբ ցած գցել թշնամու 22 ինքնաթիռ, իսկ խմբակային մարտում ոչնչացրել 2 կործանիչ։ Ճակատամարտի առաջին օրերին իր սխրանքով աչքի ընկավ հրաձգային գնդի հրամանատար գվարդիայի մայոր Մաթևոս Մադաթյանը, որն արժանացավ Լենինի շքանշանի։ Ռազմաճակատում մարտնչող 5-րդ տանկային բանակի ռազմական խորհրդի անդամներից էր գեներալ-լեյտենանտ Հայկ Թումանյանը, իսկ 1942 թվականի նոյեմբերյան հակահարձակման ժամանակ հրետանային նախապատրաստությունը ղեկավարում էր Մոսկվայի պաշտպանությունում իրեն լավագույնս դրսևորած գեներալ-մայոր Իվան Վեքիլովը։ Ուկրաինական երկրորդ ռազմաճակատի Ստալինգրադյան տանկային բրիգադի հրամանատարն էր գեներալ-մայոր Բագրատ Իսահակյանը։ Ստալինգրադյան ճակատամարտում ցուցաբերած անձնազոհության համար բազմաթիվ հայորդիներ պարգևատրվեցին կառավարական բարձր շքանշաններով ու մեդալներով։ 1942 թվականի հուլիսին սկսելով Կովկասի վրա հարձակումը, գերմանական բանակի հրամանատարությունը նպատակ էր դրել Ռոստովից հարավ եւ հարավ-արևելյան ուղղություններում շրջապատել եւ ջախջախել խորհրդային զորքերը, գրավել հյուսիսային Կովկասը, ապա հաղթահարելով Կովկասյան գլխավոր լեռնաշղթան, դուրս գալ Անդրկովկաս եւ անմիջական կապ հաստատել խորհրդային սահմանում տեղաբաշխված թուրքական բանակի 26 դիվիզիաների հետ։ Սակայն համառ մարտերից հետո չկարողանալով կոտրել խորհրդային զորքերի դիմադրությունը, գերմանացիներն անցան պաշտպանության։ 1943 թվականի հունվարի 3-ին Հյուսիս Կովկասյան ռազմաճակատի ուժերն անցնելով հակահարձակման ազատագրեցին Պյատիգորսկ, Ստավրոպոլ, Կրասնոդար, Նովորոսիսկ քաղաքներն ու Թամանյան թերակղզին եւ բարենպաստ պայմաններ ստեղծեցին Ղրիմի ազատագրման համար։ Կովկասի մարտերին ակտիվորեն մասնակցեցին 89-րդ, 408-րդ հայկական հրաձգային դիվիզիաներն ու Հայաստանում կազմավորված 61-րդ, 320-րդ, 236-րդ եւ 406-րդ հրաձգային զորամիավորումները։ Նովորոսիսկի, Տուապսեի եւ Սևծովի Կովկասյան մյուս նավահանգիստների պաշտպանությունը կազմակերպեց եւ ղեկավարեց ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը։ Հանուն Կովկասի մղված մարտերում Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան էսկադրիլայի հրամանատար կապիտան Սամսոն Մկրտումյանը, գումարտակի հրամանատար ավագ լեյտենանտ Ղուկաս Մադոյանը, իսկ շարքայիններ Հունան Ավետիսյանը, Սուրեն Արաքելյանը եւ Ջահան Կարախանյանը հերոսի շքանշանով պարգևատրվեցին հետմահու։ Կովկասի պաշտպանության ժամանակ իր մարտավարական ու հրամանատարական ունակություններով առանձնացավ նաև Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը։
1943 թվականի սկզբին արևելյան ռազմաճակատում չունենալով լայն ճակատով գրոհելու անհրաժեշտ ուժեր և միջոցներ, գերմանական հրամանատարությունը որոշեց բոլոր ջանքերը կենտրոնացնել Կուրսկի աղեղի շրջանում և հզոր հարվածով կոտրել խորհրդային զորքերի դիմադրությունը։ 1943 թվականի հուլիսի 5-ին սկսվեց «Ցիտադել» անվամբ օպերացիան, որին երկու կողմերից մասնակցեց 300 դիվիզիա, ավելի քան 4 միլիոն մարդ, շուրջ 70,000 հրանոթ և ականաներ, 13,000 տանկ և 12,000 ինքնաթիռ։ Մասնակիցների թվականակով դա ամենախոշոր ճակատամարտն էր մինչ այդ եղածներից։ Հուլիսի 9-ին, հանդիպելով ուժեղ դիմադրության, գերմանացիները ոչ միայն դադարեցրին հարձակումը, այլև ստիպված անցան պաշտպանության։ Օգոստոսի 3-ին հրետանային և օդուժի հզոր նախապատրաստական կրակից հետո խորհրդային զորքերը 600 կիլոմետրանոց ճակատային գծով անցան հակահարձակման և կարճ ժամանակահատվածում դուրս եկան Դնեպրի ափամերձ տարածքները։ Կուրսկի աղեղում ունեցած հաջողության համար բազում հայ զորավարներ, սպաներ ու շարքայիններ արժանացան կառավարական պարգևների։ Սուվորովի առաջին աստիճանի զորավարական շքանշանով պարգևատրվեցին և գեներալ-գնդապետի կոչման արժանացան 11-րդ բանակի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը և ռազմաօդային ուժերի շտաբի պետ Արմենակ Խանփերյանցը։ Վերջինս ճակատամարտի օրերին փոխհամաձայնեցնում էր 2-րդ և 5-րդ օդային բանակների գործողությունները։ Տանկային բրիգադի հրամանատարի տեղակալ գնդապետ Գրիգոր Կալուս